միանալով Տորոնտո, որտեղ ինձ է սպասում Կանադայի Հայ դատի հանձնաժողովի ատենապետ Շահեն Միրաքյանը։ Պարոն Միրաքյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Միրաքյան, երկու վարչապետներն էլ եւ նախկինը եւ ներկան լիբերալ կուսակցության առաջնորդ են։ Միացյալ Նահանգներն էլ կարծես թե աշխարհին նոր քաղաքականություն է թելադրում, որտեղ եթե լիբերալիզմի համար տեղ կա, ապա լիբերալ արժեքների վերանայման մասին վստահաբար կարելի է խոսել։ Այս իմաստով ինչով է տարբերվելու Մարկ Քարնիի քաղաքականությունը Տրյուդոյի քաղաքականությունից։ Ասենք թե այս վարկանից բոլորովին վստահ չենք թե ինչ են տարբերությունները։ Միայն մեկ օր է որ ինքը ընտրված է եւ ընտրաբայկարի ադեն ավելի խոսքը չեղավ թե ինչ էին տարբերությունները Տրյուդոյի հետ, բայց թե նոր անցումներ եւ փոփոխություն պիտի ելնար։ Կանադայի ժողովուրդը լա անոնք որ նույնիսկ ազատական գուսակցության, լիբերալ գուսակցության բանի մեծամասնությամբ համաձայն էին անոր քաղաքապարապանության Տրյուդոյեն հոգներ էին։ Տրյուդոն 10 տարի էր արդեն իսկ վարչապետ եղած էր, ժողովուրդը հոգներ էր իր մեջ եւ նորություն կփնտրեին գոր։ Նաեւ կարծեմ թե ծևով Տրյուդոն քիչ ավելի ասենք ցախագոմյա էր։ Ազատական գուսակցությունը, լիբերալ գուսակցությունը հրճագավոր է որ միշտ կչանա մեջտեղը մնալ, չէ ոչ ցախ, ոչ աճ, այդ մեջտեղի դերը գուզե մնալ եւ Տրյուդոն բայց թեպի ցախը դարավ, որ ընդրվի ավելի ասենք, չեմ կարծեր որ համոզված էր այդ տեսակի քաղաքապարներով, բայց կարծեմ թե ինքը ադգոմ կնած որ ավելի թյուրությամբ ընդրվի, որտեվ այդ էր աշխարհի վիճակը այդ օրերուն, մանավանդ համաճարակի այդ օրերուն, բայց կարծեմ թե հիմա Քարնին քիչ ավելի իբրև անցումը որ ասենք տնտեսակետ է, անցումը որ տարիներով աշխատեր է Կանադայի բանկը, ինչպես ասիկ եւ Անգլիո բանկը, անցմն է որ քիչ ավելի աչագոմյա պիտի ելա, կարծեմ թե ավելի քիչ պիտի չնախառնվի Կանադայի տնտեսության մեջ, ավելի շատ պիտի լա, ինչպես ասենք, ավելի շուկաներու, բաց շուկաներու անցումը պիտի ելա, բայց այդ տարբերությունները թե չենք տեսած եւ վստահ այսի թե հիմա որ ընդրաբայքար պիտի լա մոդալենեն այդ ադեն կտեսնենք թե ինքը թե ինչ քաղաքականություն կորտեքրե որ ընդրվի եւ վերջավորության ազատական կամ լիբերալ գուսակցության ամենակարևոր պատճառը որ ստեղծված է որ ընդրվի ոչ թե որև քաղաքարի յետևենինա բայց ընդրվելու միշտ ընդրվելու յետևեն գինա իբրև գուսակցություն Բավականին կարելի ասել բավական երկար ժամանակ է անցել Տրյուդոյի հրաժարականից, քանի որ մինչ այդ էլ արդեն հայտնի էր, նա հայտնել էր, որ հրաժարական է տալու, բայց այդուամենայնիվ այս հարցը մնում է դեռևս ակտուալ։ Տրյուդոյի հրաժարականի ցանկությունը եւ Թրամփի Կանադայի նկատմամբ նկրտումները սա պատահականություն էր։ Այո, կարծեմ, I mean, ինչպես ասեմ, Թրամփը նույնիսկ ընդրության ադեն, իր ընդրաբայքարի ադեն միշտ Կանադայի թեմ կարգ մխոսքեր գներ, կամ ոչ թե Կանադայի թեմ, բայց Կանադայի անկախության թեմ, ասելով թե Կանադան ավելի լավ գլա եթե միանա Միացյալ Նահանգներուն իբրև մեկ նահանգ եւ այդ խոսքը ըրավ ընդրաբայքարի ադեն, բայց այն ադեն ամարտեսավ թե չեն կարծեր ասիգա իրականեն փամն է, անանք խոսքեր էին եւ ոչ թե այս է թե իրականեն անցմաս քաղաքականությունը կորտեքրե ալ որ ընդրվի, բայց իրականեն այդ քաղաքականությունը որտեքրեր է Թրամփը այսօր, նույնիսկ այսօր։ Եվ կարծեմ թե Տրյուդոյի հրաժարականը եկավ որովհետև ժողովուրդը հոգներ էր իր մեջ։ Նույնիսկ իր գուսակցության անդամները, անոնք որ ընդրված խորհրդարանի անդամներ էին, իրենեսին որ պետք է հրաժարի։ Ուրեմն մինչև դեկտեմբերի վերջը այդ չափ ուժով էր այդ շարժումը, որ ինքը պետք է հրաժարի, թե ինքը չեր գնար թիմանալ։ Մանավանդ երբ որ դեկտեմբերին իր Deputy Prime Minister, Deputy վարչապետը հրաժարեցավ։ Անիկա եղավ նա այն ադեն շարժումը այդչափ զորավոր էր, որ Տրյուդոն պիտի չի գնար թիմանալ։ Եվ ուզեր պետք է հրաժարեր եւ ուրեմն մինչև հունվար 6 գծավ ծևով որովհետև արձակուրդ էր Կանադայի մեջ ածնունտյան գաղանթի շրջանը, նոր տարվա շրջանը, ադկե ետ կհրաժարեցավ ինքը։ Բայց ասենք դեկտեմբերի մեջ տեղեն իվեր արդեն իսկ վստահ էր որ պիտի հրաժարեր։ Առաջ որ նույնիսկ Թրամփը եղավ
Ամերիկայի նախագահ։ Բայց նույն գոմենալ գարձեմ թե ժողովրդին մեջն է, կանադայի ժողովրդին մեջը այդ մտածումը կար թե Թրուդոն շիլակ վարչապետը չէր, որ Թրամփին թեմ ելնե։ Մարկ Քարնիի քաղաքականությունը ինչպես է հակադրվելու Թրամփի քաղաքականությանը։ Ինչպես է դիմակայելու Քարնին Թրամփի այս նկարտումներին, այս ռետորաբանությանը, որի մասին բազմիցս ենք խոսել։ Այո, գարձեմ ով որ լա կանադայի վարչապետը, ով որ լա կանադայի մեջ հիմա ամեն անց համոզված է թե կանադան պետք է իբրև անկախ երկիր մնա։ Ուրեմն ադիգա համացայն պիտի լա ով որ լա վարչապետը եւ Քարնին եւ Թրուդոն երկնին ադոր համացայն են ամեն ցեվով եւ գարձեմ թե տարբերությունները պիտի ելան թե ինչպես այս անցին հետ գնան իրենք հարաբերությունները ստեղծել Թրամփին հետ, Թրամփին կառավարությանը հետ եւ թե որչափ թե կանադան ինչ պիտի զիջե որ Թրամփին հետ համացանություն գտնի։ Այդ են տարբերությունները, բայց ինչ է քաղաքական այս տարբերությունը չեմ կարծեմ որ մարդ վստահ է թեր։ Այսօր իսկ Քարնին հայտարարեց թե ինքը պիտի չի զիջեր, թե այդ թերիֆները որ կանադան դրած է Միացյալ Նահանգներու թեմ պիտի մնային մինչև որ Միացյալ Նահանգները ամեն թերիֆները կանադայի թեմ հանես։ Ուրեմն այդ տարբերություն չի գահուն։ Թրուդոին ճիշտ նույն նախկին վարչապետին ասած եւ այսօրվա վարչապետին ասածը նույնն են, համաձայն են։ Արդյոք սպասվում է կառավարության ամբողջ կազմի փոփոխություն, հատկապես արտգործնախարարի փոփոխություն սպասվում է թե ոչ, խնդրում եմ ասեք, քանի որ արտգործնախարարը, Կանադայի արտգործնախարարը հատկապես հայանպաստ առաքելություն է վերցրել իր վրա, Մելանի Ջոլիի մասին է խոսքը, եւ ակնկալվում է արդյոք թե ով է լինելու նոր արտգործնախարարը։ Ուրեմն անիգա ամենակարևոր հարցումն է մեզի համար իբրև կանադահայ համայնք, իբրև Հայաստան, իբրև հայ ժողովուրդ, որ եթե արտաքին գործոս նախարարը նույնը կմնա։ Գիտենք թե մարտ 13-ին մինչև մարտ 14, ուրեմն վաղվն է մինչև ուրբաթ օրը G7 արտաքին գործոս նախարարներու հանդիպում պիտի լա Կանադայի մեջ, որը Մելանի Ջոլին կազմակերպած է։ Ուրեմն մինչև մարտ 14 ամենակիչը Մելանի Ջոլին կմնա իբրև արտաքին գործոս նախարար Կանադայի։ Ատկե ետքը վստահ չէ, բայց ինչպես ասենք, մեզի այդ բանը որ մեզի կհանգստացնե եւ մեզի վստահություն կտա որ կմնա ինքը աներ որ Մարկ Քարնին ամենականուխ թիգուն կանգնող անձերեն մեկը եղավ Մելանի Ջոլին առաջին օրեն նույնիսկ եւ Քեբեկի մեջ ասկե 3 օր առաջ երբ որ Մարկ Քարնին այցելեց Քեբեկը այդ ադեն Մելանի Ջոլին որ իրեն հյուրասիրեց ուրեմն կարծես թե իրարու հետ լավ գաշխատին եւ եթե Մելանի Ջոլին գուզե այդ կորձը պահել, եթե գուզե մնալ արտաքին գործոս նախարար, այդ հույս ունենք որ կմնա։ Բավական հանգիստ ենք որ կգնա մնալ, այո։ Եվ թե արտաքին թե Հայաստանի քաղաքականությունը, ուրեմն ուրիշ քաղաքականություններ կան արտաքին, որ վստահ վարչապետը ինքը ծևոմը պիտի կարնա աստել, անոնք լա Ուկրաինան, կամ լա Իսրայելը, Բաղեստինը, բայց այս հարցով հայկական հարցերով կարծեմ թե լման ասացությունը կմնա Մելանի Ջոլիին հետ եւ թե Մելանի Ջոլին եթե արտաքին գործոս նախարար մնա քաղաքականությունը Կանադայի չի փոխվիր դեպի Հայաստան, դեպի Արցախ, դեպի հայկական քաղաքներ աշխարհի շուրջ։ Շնորհակալ եմ շատ պարոն Միրաքյան։ Ես հիշեցնեմ որ զրուցում էի Կանադայի Հայդատի հանձնաժողովի ատենապետ Շահեն Միրաքյանի հետ։